Բարելույս Հայաստան, բարելույս իմ հիանալի հայացք։ Ես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արտուր Ֆարմանյանն եմ։ Այսօրվա եթերը կլինի բազմա թեմային, իսկ մինչև սկսելը սկսենք մեղմից, գանք ավելի թեժ թեմաներին։ Ուրեմն առաջի հերթին ուզում եմ բարևեմ եւ ողջունեմ մեր սփյուռքի հայությանը եւ անձինս Ռուսաստանի Դաշնությունում гտնվող մեր հայրենակիցներին, քանի որ այս երկու տեսահոլովակը վերաբերվում է իրենց։ Ձեզ համար սիրելի բարեկամներ։ 100 дней осталось до введения цифрового рубля. И вот 5 фактов, которые вы должны знать. Первое. Впервые в истории ваши деньги не будут храниться в обычном банке. Они будут храниться напрямую в Центробанке. И такого действительно никогда еще не было. Второе. Эти деньги не приносят доходности. На них не начисляют проценты. При этом дешевеют они с той же инфляцией, как и обычный рубль. Третье. Любая операция, совершаемая с цифровым рублем, контролируется напрямую Центробанком и может быть аннулирована в случае, если Центробанк посчитает, что вы используете деньги нецелевым образом. Четвертое. Государство в любой момент может поменять свое решение, как именно оно хочет использовать цифровой рубль. Очевидно, что в первую очередь это коснется людей, которые получают пособие от государства или бюджетников. Но в любой момент это может измениться. И пятое. Мы переходим в эпоху цифровых денег. И либо мы разбираемся, как это работает, либо разбираются за нас, и дальше уже сами могут делать все, что угодно. Как поступить, каждый решает сам. На этом канале я даю решение для тех, кто готов действовать, а не ждать, когда все решат за него. С 1 сентября мы начнем внедрять цифровой рубль. Первое, что переведем в цифровой формат – вклады граждан в банках. Наличные снять не выйдет. Սիրելի բարեկամներ, զգուշ եղեք, ուշադիր եղեք, հետևեք օրենքներին, որպեսզի ձեր դառը քրտինքով աշխատած գումարները դուք չկորցնեք։ Աշխատեք լինել շատ զգուշ։ Ինչ որ վերաբերվում է այս թեմային։ Ուրեմն սիրելի բարեկամներ, վարդեվարներ երեք մեր հայկական հիանալի տոնը։ Բոլորիդ շնորհավորում եմ, ցանկանում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, խաղաղ երկինք, բայց արյունի տես, որ 2026 թվականի վարդեվարը տարբերվում էր մյուս վարդեվարներից։ Ինչով, հիմա տեսնենք այս տեսահոլովակը, այնուհետև դուք ինքներդ կմեկնաբանեք, խնդրեմ։ Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց վարդավառ։ Լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները։ Տարիներ շարունակ Արարատյան հայրապետական թեմը Երևանի կենտրոնում մեծ շուկով տոնում էր վարդավառը, ազգային երգով, պարով, խաղերով ու մրցույթներով։ Հազարավոր երիտասարդներ էին մասնակցում միջոցառմանը, իսկ օրվա ավարտին կազմակերպվում էր հյուրասիրություն։ Սակայն այս տարի այդ ավանդական միջոցառումը չկայացավ։ Պատճառը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների լուծարումն էր, ինչի հետևանքով տարիներ շարունակ կազմակերպվող երիտասարդական տոնակատարությունը մնաց անցյալում։ Իշխանություն լրատվականին պատմեցին, որ քայքայված թեմում ոչինչ այլևս նույնը չէ այն բանից հետո, երբ թեմակալ առաջնորդ Նավասարդ Կճոյանը շեղվեց իր առաքելությունից եւ միացավ վեհափարին հեռացնելու Փաշինյանական արշավին։ Մեզ պատմեցին, որ թեմի երիտասարդաց միությունները պետք է վերաստեղծվեին, իսկ դրանց հոգեվոր հովիվը լինելու էր Տեր Արարատ Քահանան։ Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջինս Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ չհիշատակեց ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Այսպիսով տարիներ շարունակ ձևավորված եկեղեցական եւ ազգային ավանդույթի փոխարեն այս տարի Վարդավառի տոնակատարությունը չկայացավ իր նախկին տեսքով։ Հիշեցնենք, որ Վարդավառ 2026 տոնակատարության կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 199 միլիոն 500 հազար դրամ։ Իդեպ գիտակից մարդիկ ապշած, իսկ շատերը զայրացած էին այսօրվա միջոցառման բովանդակությունից։ Նրանց կարծիքով հանրապետության հրապարակում տեղի ունեցածը բովանդակային առումով որևէ կապ չուներ Վարդավառի տոնի հոգևոր խորհրդի հետ։ Երրորդ թեման, ինչի մասին ուզում էի խոսեի, դա միշտ մտածում էի, ինչու մենք հասանք այսօրվան, որ մեր իշխանությունները, մեր կառավարությունը, մեր վարչապետը ոչ բարով թույլ է տալի իրեն արտահայտություններ, որը որ հարգելից չեն միմյանց նկատմամբ, այսինքն վիրավորանքներ, ոչ նորմատիվ լեքսիկոն եւ այլն եւ այլն։ Եվ բռնեցի ինձ այն մտքի մեջ, որ մինչև Նիկոլը այս ամենը եղել է։ Օրինակ, նախարար Աշոտյանը ինչպես էր արտահայտվում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, երբ որ ուներ հրահանգ Սերժ Սարգսյանից։ Խնդրեմ այս տեսահոլովակը։
Ես իրեն որպես կրթության նախարար եմ մեղադրում։ Իրան նմաններն են խանգարում Այսինքն ձեր այսօր իմ խնդիրը- երեխեքին դպրոցներում սովորելու, որովհետև այդ երեխեքը տեսնում են, որ տա գետը կարող է հասնել հաջողության։ Նա ասում է, խի սովորեն, որ նա Դոդի Գագոյի օրինակը ունեմ։ Մարդը ամբեից չի տարբերում, Պյութագորոսի թեորեմ չգիտի, այժորդի պատմություն չգիտի, Վարդանանք չի կարդացել, բայց տեսեք ուր է հասել։ Այդ երբ որ խոսում են կրթության մոտիվացիայի մասին, հասկանանք, որ մեր երեխեքին խանգարում են այն դեպքերը, որոնք տգիտության արդյունք են, բայց այնուհանդերձ հարուստ են։ Մենք Գագիկ Ծառուկյանի հեղինակությամբ էլի դասագրքեր ունենք ֆիզկուլտուրայի ինստիտուտն է, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտն է հեղինակել այդ դասագրքերը եւ Գագիկ Ծառուկյանը եղել է հեղինակային խմբի մեջ։ Եվ այդ երեխաների կրթական մտածելակերպին դա չի վնասում։ Եթե խոսքը գնում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին, ապա կարծում եմ, որ ձեր հարցը քաղաքական խորը ենթատեքստով այնուհանդերձ շատ մակերեսային է կրթության պարագայում։ Սիրելի բարեկամներ, հիմա թող մեկ ինձ ապացուցի, որ Նիկոլը բերված չի Սերժի կողմից եւ Քայլարա Մերժի Սերժին դա ընդամենը ֆիկցիա էր ժողովրդին խաբելու համար։ Սիրելի բարեկամներ, հաջորդ հարցս ուզում եմ ուղղել Տիկին Դատախազին եւ ՆԳ նախարարին։ Երկուսն էլ Տիկին են։ Հարգելի տիկիններ, Տիկին Դատախազ եւ Տիկին ՆԳ նախարար։ Ինչու է վխտում մանկապղծությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու։ Վեդի դեպքերից հələ դեռ չապակինված հասարակությունը այսօր ստանում է նոյեմբերյանի այս դեպքը։ Խնդրեմ տեսա հոլովակ։ Նոյեմբերյանում անչափահասը մանկապղծության է ենթարկվել։ Կան կալանավորվածներ։ Արմատ մեդիայի տեղեկություններով սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել 15 տարեկան աղջնակի նկատմամբ։ Քննչական կոմիտեն հաստատում է տեղեկությունը եւ մանրամասնում։ Երկու անձ կալանավորվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հոդվածով։ Հիշեցնենք, ավելի վաղ նման դեպքեր գրանցվել նաեւ Վեդիում։ Մանկապղծության էր ենթարկվել 2 երեխա։ Տիկին Դատախազ, ամուսնուն միլիոններով նվեր տալով չի Դատախազի պաշտոնը ավարտվում։ Դատախազը պետք է աշխատի եւ հսկի ՆԳ համակարգը։ Իսկ ինչ եք արել դուք։ Մի հատ արձագանք չեմ տեսել։ Եթե արել եք, ապա խնդրում եմ ուղարկեք մեր օֆիցիալ էջին։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, շատ ծանր հարց։ Հիշում եք, падգամավոր կար Արման Սաղաթելյան, եթե չեմ սխալվում, այո, Արման Սաղաթելյան։ Ուրեմն Արման Սաղաթելյանը 2018 թվականին դեռ որ Նիկոլ Փաշինյանը նոր արել էր Թավշյա հեղափոխությունը, հարցազրույցներ, ամեն ինչ եւ վերջում եկան հասան նրան, որ նա իրեն խոսքն էր ասում ազգային ժողովում։ Արման Սաղաթելյանը ասեց, որ դուք դեռ 2001 թվականին ասել եք Արցախի վերաբերյալ ձեր հայացքները, որտեղ որ Նիկոլ Փաշինյան ասեց, դա լկտի սուտ է, պրովոկացիա մի արեք, իսկ Արման Սաղաթելյանը ինչ արեց, ապացուցեց, ես հիմնավորեց։ Հիմա որպեսզի նրանք չասեն, դա լկտի սուտ է, խնդրեմ այս տեսահոլովակը։ Արման Սաղաթելյան, հաջորդ հարցի համար։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան, ես ձեր պատասխանից շարունակեմ թեմանին գործընկերոջ բարձրացրած բանակցությունների միջոցով չեզոքացնել այդ բոլոր ռիսկերը եւ խնդիրները, որոնք որ կան, եւ շարունակեմ մի ցիտատով։ Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձենք Ադրբեջանին։ Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշի։ Հարցս հետևյալն է. արդյոք ձեր նախկին պատասխանի եւ այս ցիտատի միջև չեք տեսնում հակասություն, եւ արդյոք, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններով պայմանավորված, դուք նույն կարծիքին եք, թե այլ, այս պահի դրությամբ եւ այսօր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Սաղաթելյան, հարցի համար։ Ասեմ, որ ձեր ասածներից արդեն 5 տարի իմ նկարով, լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցում 5 տարի։
Եվ նշված է, որ ես դա գրել եմ հայկական ժամանակի կոնկրետ օրը հրապարակված։ Այս ընթացքում ես 15 անգամ այդ օրը հայկական ժամանակում տպագրված իմ հոդվածի լուսապատճենը հրապարակել 15 անգամ, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Եվ ես ցավում եմ, որ դուք սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, իմ 10-20 անգամվա հերքումներ, այդ հոդվածի լուսապատճենները չեք նկատում։ Եվ հիմա եկել եք ազգային ժողովի նիստում, զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ։ Եվ թույլ տվեք եզրակացնել, որ եթե այդպես է, ուրեմն դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ նման դեզինֆորմացիաների տարածման հետ։ Եթե որևէ մեկը փորձի մեր գործունեությունը ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերին հակասող, այդ մեկին շատ լուրջ հիասթափություն է սպասում, շատ լուրջ։ Եվ ես ձեզ կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիայի տարածումը, եւ ես ձեզ ուզում եմ հատուկ ասել, որ իմ ունեցած տեղեկատվությամբ հանրապետական որոշակի շրջանակներ ինձ վերագրում է Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված հայտարարություններ եւ հատուկ մոդուլներով, հատուկ ալգորիթմերով սուտ հայտարարություններ, հատուկ ալգորիթմերով այդ հայտարարությունները տարածվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող օգտատերերի շրջանում։ Պարոն Փաշինյան, հայկական ժամանակի 2001 թվականին լույս տեսած ահա այս համարը երեկվանից դրած է իմ աշխատանքային սեղանին։ Ուղղակի ես չուզեցի ձեզ ընդհատել, որովհետև ես ունեի խոսք եւ կարող էի ինձ հետ բերել նաեւ իրեղեն ապացույցը, որպեսզի ցուցադրեի այն եւ նայեի ձեր աչքերին, ավաղ դա չեմ կարող անել։ Եվ ահա երկրորդ էջին այն հոդվածը, որը տպագրված է ըստ այդմ խորագրի ներքո եւ Նիկոլ Փաշինյան անունով ստորագրված, որտեղ նույնությամբ շարադրված է այն ամենը, ինչ ես ընթերցեցի իմ հարցում եւ ինչը դուք անվանեցիք կեղծիք եւ դեզինֆորմացիա։ Եվ իմ վերջին ցիտատը բերեմ ըստ բնօրինակի։ Եվ այսպես, եւ ուրեմն ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Մեկ նախադասություն հետո, ես չեմ ընդունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Եվ այսպես շարունակ, մոտ 20 օրինակ այս հոդվածի ես կթողնեմ քարտուղարության մոտ, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը կարողանան սրա հետ ծանոթանալ, ավելին ասեմ ձեզ, նույն այս հոդվածը տեղադրված է եղել հայկական ժամանակ թերթի էլեկտրոնային կայքում, եթե չեմ սխալվում, 2012 թվականին, Arm Times-ում եւ այնուհետ որոշ շրջանակներում բավականին բուռն ու ոչ միանշանակ արձագանքներից հետո այն հեռացվել է ձեզ իսկ պատկանող կայքից, պարոն Փաշինյան։ Ես շատ ցավում եմ սրա համար, անշուշտ դուք կարող եք միշտ փոխել ձեր դիրքորոշումը, շտկել ձեր վերաբերմունքը այս կամ այն հարցի վերաբերյալ, ելնելով, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններից, բայց համոզված եմ, որ այս ամբիոնից եւ ակնհայտ սուտը քաղաքական գործչին հարիր պահվածք չէ։ Մնացեք բարիավ, շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, մարդը ասեց, պատասխանը լսեց Նիկոլի եւ ինչ արեց, հիմնավորեց։ Ու այս կանից հետո այն մասսան, ովքեր որ Նիկոլ են պաշտում, դուք ձեզ ամոթ չեք զգում, դուք գեդինը չեք մտնում։ Գիտեք ինչի համար։ Կորցրած Արցախը դնեն կողքի, մեր տարածքները դնեն կողքի, մեր
զինվորները, ովքեր գտնվում են Ադրբեջանի բանտերում, որ 2 ամսվա ընթացքում թող ներեն մեզ եղբայրները, մենք հետ կբերենք, ուր են գերիները, մեր զինվորականները ուր են, Նիկոլ, թե Նիկոլ դու հաճույք ես ստանում եւ Նիկոլապաշտներ հաճույք եք ստանում, եւ որ ծեծում են մեր զինվորին եւ ստորացնում են, չեք հավատում, խնդրեմ այս տեսահոլովակ։ Скажи Пашинян, сука, гандон. Пашинян, сука. Пашинян, сука. Սրա համար ով է պատասխան տալու, Նիկոլ։ Ով է պատասխան տալու սրա համար։ Ուղղակի զարմացած եմ միթոմ ընտրված ընդդիմության վրա։ Այն կոչը, որ արեց Նիկոլ Փաշինյանը դուրս գալու, սրանք մինչև հիմա ջուր են ծեծում ժողովրդի բառերով ասված։ Իսկ ինչ հայտարարություններ, հիշացնեմ նաև դա, խնդրեմ։ 24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլայգարխ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի, ջաղջախելու եմ, անհատապես ջաղջախելու եմ, ու իրանց շոշափուկների և մետաստազներին, ջաղջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով, ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այս օրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Շնորհակալ եմ։ Տեսակ ինքներդ տեսակ։ Իսկ սրանք ձեն չեն անում։ Մենք գնալու ենք պարլամենտ, որպեսզի այնտեղ պայքարենք։ 21 թվականին, սիրելի բարեկամներ, նույն բանը, նույն Ռոբերտ Քոչարյանը գնացին պարլամենտ պայքարելու։ Եվ ինչու եղավ։ Եղավ այն, որ մենք կորցրեցինք Արցախը, հայաթափվեց Արցախը, քանդում են այսօր մինչև հիմա այս պահին այս վարքյանին Արցախի սրբությունները, եկեղեցիները, իսկ այստեղից քար լրություն։ Եվ երբ որ ես ասում էի, որ սրանք քանդում են, սրանք չեն արձագանքում, սրանք ընդհանրապես ոչ մի բանի չեն արձագանքում։ Այս մարդիկ կատարում են լիարժեք եւ լիակատար իրենց հրահանգները։ Եվ ժողովուրդը լռում է։ Հարց, արի այսքանից հետո ումի դուրսել։ Եվ հիմա մենք հասկանալով, որ սրանք վերցնում են մանդատները, սրանք ոչ մի բան չեն անում, ես ձեզ ասել էի, որ մենք հայտ ենք ներկայացրեք հակապետարան, այսօր կամ վաղը կլինի պատասխան, մի ամսյա մեր ակցիաները ազատության հրապարակում։ Մենք անպայման ձեզ կտեղեկացնենք, միասին կորոշենք օրակարգը, ամեն օր ինչ ենք ուզում անենք, ոնց ենք ուզում անենք, բայց նպատակը ձեզ հետ ծանոթանալն է եւ միասին, քանի որ մենք ժողովրդական կոմունիստական կուսակցություն ենք, մենք ժողովրդավար գաղափարախոսություն կրող ենք, առանց ձեզ ոչ մի քայլ որոշելու ենք միասին, ինչպես ասում են խորհրդային տարիներին, կոլեկտիվով։ Ես կարող եմ պատահի սխալվեմ, բայց մեր ժողովրդի բոլոր մեծամասնությունը չեն կարող սխալվել։ Դրա համար ամեն հարց, ամեն քայլ որոշելու ենք միասին, սիրելի մեր հայրենակիցներ, իմ բարեկամներ։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ մի հատված ցույց տամ, ամենավերջի ելույթը Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի, որպեսզի տեսեք ինչ է ասում նա դեմոկրատիայի, սոցիալ-դեմոկրատների եւ լիբերալների մասին։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Раньше буржуазия позволяла себе либеральничать, отстаивала буржуазно-демократические свободы и тем создавала себе популярность в народе. Теперь от либерализма не осталось и следа. Нет больше так называемой свободы личности. Права личности признаются теперь только за теми, у которых есть капитал. Ես ավելացնելու բան չունեմ։ Իսկ մեր հրաշալի գրող Արամայի Սահակյանը շատ դիպուկ է ասել մեր հայկական այսօրվա մենտալիտետի վերաբերյալ։ Եվ ես չեմ կարող չտեղադրել այս տեսահոլովակը եւ ուզում եմ ավարտեմ
Այս տեսահոլովակով Արամայիս Սահակյանի ասածով այսօրվա մեր եթերը։ Արամայիս Սահակյան, խնդրեմ։ Երբեմն մտածում եմ, թե Աստված մի առաստ է, բա որ աշխարհում հանկարծ Աստված չլիներ, Քրիստոս չլիներ, եկեղեցի չլիներ, հավատ չլիներ, ինչքան դատարկ կլիներ աշխարհը։ Ինձ բախտ է վիճակվել լինել աշխարհի շատ եկեղեցիներում։ Այնուհանդերձ պետք է ասեմ, որ այսքան եկեղեցիներ ունենալով այնքան էլ հավատացյալ ազգ չեն, որքան մեզ թվում է։ Եվ զարմանալի նաև փոքրիկ հանրապետություն, մեկ էլ հայտարարում են, աննշան կուսակցություններ ունենք, չէ՞, այսինչ աննշան կուսակցության առաջնորդը այստեղ խոսք ասաց։ Ինչ առաջնորդ, երբ մեր առաջնորդը մեկն է, նա է մեզ առաջնորդում։ Եվ ասված է, որ բոլոր կենդանիները ճանաչում են իրենց տիրոջը, բացի մարդուց։ Պատվիրանը առաջինն ասում է, չէ, ես եմ ձեր Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ Աստված չունենաք։ Բայց ինչքան երկրային աստվածներ ենք մենք պաշտում։ Պաշտոններ, աթոռներ, այլ կրապաշտություն։ Ես բոլոր 10 պատվիրաններն էլ գիտեմ, բայց օրինակ ասում է մի սպաներ, բայց չէ որ դարերը ի վեր մարդկության պատմությունը սպանությունների դարեր են, եւ ոչ միայն հոգու սպանության, արդարության սպանության, մի շնանա, բայց չէ որ շնացողները շնից շատ են։ Այս բոլոր պատվիրաններից ոչ մեկը չի կատարվում։ Եվ մենք մեծ պարտք ունենք մեր Տիրոջ նկատմամբ։ Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե հայ ազգս, կեցցե ջավախքը հայությունս, կեցցե Արցախ հայությունս, կեցցե հայկական Արցախը, Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը, կեցցե մեր առաքելական Սուրբ եկեղեցին, հայկական առաքելական Սուրբ եկեղեցին։ Հույսով եմ կհանդիպենք, սիրելի բարեկամներ, ցտեսություն, Աստված բոլորիս պահապան, ամեն ինչ լինելու է գերազանց։